Եթե ուզում եք իմանալ, կռվի ժամանակ էլ առևտուրն արել։ Ես մասնակցել եմ բոլոր այդ կռիվներին էլ մասնակցել եմ, չնայած ոչ հրացանով, այլ խաղաղ ձևի, որտեղ կոմիտեի ներկայացուցիչների գնում էին, գալիս էին Արցախ։ Միշտ էլ այն ժամանակ էլ անում էին։ Այն ժամանակ էլ բենզին էին վերցնում, թեկուզ թաքուն, որտեղ առևտրականը չի հասկանում ինչ է նշանակում կռիվ, ինչ իրեն փողի տերն է, իր էժանության ամեն ինչի։ Հիմա էլ թող անեն, ինչ կա որ առևտուրը վատ բան չի, բայց նորից եմ ասում, ոչ թե միակողմանի դժվելով, պետք է օգուտ ստանաս նրանից։ Սումգայիթից եք նրանից։ Չէ, Ադրբեջանից եմ, բայց ոչ Սումգայիթից։ Իսկ դեպքի հետ կապված, Օլգայի հետ կապված, ինչ կհիշեք։ Հիշում եմ, որ դեպքի հետ ինչ կարելի է հիշել։ Այդ բոլորը կատարվեց, գիտեք, միանգամից ոչ թե կամաց գնում էր նրա, ճիշտ ասեմ։ Կամաց մի օր պիտի այդ բոլորը այդ պորտկումը պիտի լիներ։ Եվ այդ կազմակերպեցին աստորեն եւ իշխանությունները Ադրբեջանի եւ ժողովրդին այնպես ներկայացրին, որ ժողովուրդը արդեն պարտադիր կերպով, այսինքն բոլորի հետ միասին ինչ որ մեկը նախաձեռնեց, մնացածը բոլորը սկսին այդ կոտորածները։ Դեպքերը այն ժամանակ որ եղավ, նաեւ համընկավ որ Ղարաբաղի դեպքերի հետ Ստեփանակերտում սկզբից եղան, հետո Սումգայիթում, հետո ամեն տեղ Բաքվում։ Ինչ կարելի ասել, այդ ողբերգական դեպքերին ասում են 36 հոգի, բայց մահացել են շատ։ Շատերը մնացել են դեսքի չեն էլ իմացել դրա մասին։